Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը արդեն 2 անգամ դիմել է Ադրբեջանի իշխանություններին հայերի դատերին մասնակցելու խնդրանքով։ Օֆլահերթին ինքն է ԵԽԽՎ բարձր ամբիոնից պատմում, պատասխանելով ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունից հնչած հարցին, թե ինչ գործողությունների են պատրաստ գնահատելու արդեն իսկ խախտված մարդու իրավունքները, կանխելու հետագա չարաշահումները։ Պարզվում է, Ալիևը դռները փակել է բոլորի առջև, առանց բացառության։ Հեռավորության վրա ես մեծ ուշադրությամբ հետևում եմ, թե ինչ պայմաններում են հայ գերիները պահվում Բաքվում եւ ինչ փորձությունների են ենթարկվում։ Դիմել եմ 2 անգամ, կդիմեմ նաեւ 3-րդ անգամ։ Ես իսկապես ուզում եմ գնալ Ադրբեջան, այնտեղ զբաղվել մարդու իրավունքների հարցերով։ Սա մեզ համար կրկին ցույց է, որ մեկուսացվելու քաղաքականությունը, որը վերջերս հատկապես է ստանձնել Ադրբեջանը, շարունակվում է։ Իրականում խոսքը գնում է ոչ միայն միջազգային կազմակերպությունների ներկայացուցչության կամ պատվիրակությունների այցերը թույլատրելուն, այլ նաեւ միջազգային ԶԼՄ-ների գործունեության սահմանափակումներին։ Իրավական հարցերով փորձագետն ասում է, ոչ առաջին դեպքն է, ոչ էլ վերջին, անընդհատ մտահոգիչ տեղեկություններ են հասնում, որ Ադրբեջանը մերժում է բոլորին, թե ներսից, թե դրսից, ովքեր ցանկանում են այս կամ այն կերպ մասնակցություն ունենալ դատավարություններին։ Ադրբեջանում ներկայացուցչություն ունեցող կառույցները շաբաթներ առաջ են ծանուցում ստացել Բաքվի իշխանություններից, ժամանակն է հեռանալ։ Այդ շարքում միայն Կարմիր խաչը չէ։ Դա շատ հստակ ուղերձ էր, հատկապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ադրբեջանական ԶԼՄ-ներով զուգահեռ համապատասխանաբար նյութեր էին տարածվում առայն, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կողմնակալ է, պրոհայկական դիրքորոշում ունի։ Նույնը ՄԱԿ-ի մի քանի գործակալության մասին էր խոսքը գնում, այդ թվում նաև փախստականների հարցերով զբաղվող ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը։ Ամբողջ ռեսուրսներն է գործի դնում ու աշխարհին համոզում, թե հայերը հանցագործներ են, էլ անհայտ ծագման պատմաբաններ, էլ սուտ վկաներ ու ծախված դատավորներ, բայց իրականությունը խեղաթյուրելու բոլոր փորձերը խնամքով թաքցնում է։ Նյուրնբերգի միջազգային ակադեմիայի դասախոսն է պնդում, պարզից էլ պարզ է, կատարվողը քաղաքական ֆարս է, իրավաբանությունից կիլոմետրերով հեռու։ Սա շուտ քաղաքական է, իրական հայտավոր իրենց քաղաքական լոբին շատ ուժեղ է բանանում, ասում իրանք ընդամենը մեկ բողոքով կարողացան գերմանացիների հայտարարությունը, որ տարածել էր բանի վերաբերյալ, Արցախի վերաբերյալ հանել տարել, այսինքն ստացվում է, որ իրանք կարողանում են իրենց քաղաքական լոբին բավական ակտիվ անել, այն բառը մենք ոչինչ չեն կարող անել։ ԵԽԽՎ-ից մինչև հասարակական կազմակերպություններ բոլորը պատասխաննամակ են ստանում, մուտքը արգելված է։ Հայերին ապօրինի դատելը Բաքուն իր ներքին գործն է համարում, խոշտանգում, կոպտորեն խախտում էթնիկ հայերի իրավունքները։ Փաստացի աշխարհը տեսնում է Ալիևյան մակարդակի հանցագործությունները, ստացվում է ոչինչ չի կարողանում անել։ Կամ լոբիստներն են հարցը լուծում, կամ հայտնի նավթադոլարները։ Տիգրան Ուրգենյան, ժամը լրատվական։